Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Գրգռված աղու համախտանիշ հիվանդությունը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ուղեկցվում է որովայնի շրջանում սուր ցավերով։ Հիվանդների մեծ մասը կանայք են, որոնց ուղեկցում է նաև տագնապի զգացողությունը։ Աղիքը եւ մեր ուղեղը, ընդհանրապես էմոցիոնալ, հոգեբանական մեր բոլոր ամբողջ այդ ոլորտը սերտորեն փոխկապակցված են։ Պատկերացրեք մարդու, որը մշտական ունենում է ցավեր որովայնում, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, եւ աղիքի աշխատանքի խանգարում, այսինքն դա կարող է լինել ինչպես փորկապության ձևով, կամ փորկապության ձևով, կամ լուծի ձևով, կամ կան մարդիկ, որոնց մոտ երկուսն էլ մեկը մյուսին հերթագայում են։ Նյարդային վիճակը կարող է հանգեցնել գրգռված աղու համախտանիշի եւ հակառակը աղիների կծկանքները բերեն նյարդային հոգեհուզական տագնապային անորոշության։ Հիմնականում գրգռված աղիքի համախտանիշի համար երկու ախտանիշ է, որ բնորոշ դա որովայնի ցավն է, որի հետ միասին հիվանդ ունի կամ լուծ կամ փորկապություն, այսինքն աղիքի աշխատանքի խանգարում, կամ երկուսն է միասին։ Այս հիվանդությունը չի բերում հաշմանդամության, չի կարճացնում կյանքը, սակայն ազդում է կյանքի որակի վրա։ Մի հետազոտություն ցույց էր տվել, որ հիվանդների 15%-ը ասում էր, որ եթե ես իմ կյանքից 15 տարի պատրաստ եմ տամ, բայց միայն թե ստանամ բուժում, որը վերջնականապես իմ այս տառապանքը դադարեցնում է։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆերի առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Գրգռված աղու համախտանիշ հիվանդությունը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ուղեկցվում է որովայնի շրջանում սուր ցավերով։ Հիվանդների մեծ մասը կանայք են, որոնց ուղեկցում է նաև տագնապի զգացողությունը։ Ինչպես է ախտորոշվում եւ բուժվում հիվանդությունը, կզրուցենք գաստրոենտերոլոգ Լիարթաբան Մանիկ Էմիլյանի հետ։ Բարև ձեզ, բժշկուհի։ Նախ ասենք, ինչ հիվանդության հետ գործ ունենք։ Գրգռված աղու համախտանիշ այն վտանգավոր հիվանդություն է համարվում։ Գրգռված աղիքի համախտանիշ շատ պատկերավոր անուն է, որը ասելով մենք հասկանում ենք այսպես կոչված ֆունկցիոնալ խանգարում մարսողական ուղու։ Ինչ է ֆունկցիոնալ։ Ներկայումս այդ անվանումը փոխվել է եւ այդ խումբ հիվանդությունները կոչվում են աղիք ուղեղային փոխազդեցության խանգարումներ։ Մի քիչ երկար անուն է, բայց բացատրում է, այսինքն աղիքը եւ մեր ուղեղը ընդհանրապես էմոցիոնալ, հոգեբանական մեր բոլոր ամբողջ այդ ոլորտը սերտորեն փոխկապակցված են ուղեղային գործունեությունը եւ աղիքը։ Եվ երկու օրգանը իրար վրա փոխադարձ ազդում են։ Ուղեղի գործունեությունը կարող է փոխել աղիքի աշխատանքը եւ հակառակը։ Ինքներս կարող ենք ասել, եթե մի օր ինչ-որ աղիքը այդքան է լավ չգործեց կամ մի փոքր փքվածություն զգացինք ինչ-որ սննդից, նույնիսկ տրամադրության վրա է դա ազդում, այսպես, եթե կարելի ասել, կամ եթե ասենք ինչքան ուսանողներ կարող են ասել, որ քննությունից առաջ նրանց մոտ լուծ է առաջանում, դա իրենց այդ տագնապի եւ էմոցիոնալ ապրումների արտահայտությունն է։ Երբ որ աղիքի եւ ուղեղի նորմալ փոխազդեցությունը ինչ որտեղ խաթարվում է եւ խանգարվում է աղիքների աշխատանքը, այսինքն կծկողականությունը աղիքների, ինչպես նաեւ զգայունությունը աղիքի աշխատանքի հանդեպ ուղեղի կողմից։ Այս խանգարումներից մեկը արտահայտվում է գրգռված աղիքի համախտանիշով։ Այսինքն վտանգավոր հիվանդության հետ գործ չունենք ըստ էության։ Այդ վտանգավոր բառը շատ տարբեր ձևով կարելի է մեկնաբանել։ Բժշկի տեսակետից վտանգավոր նշանակում է, որ եթե այս վիճակը կամ հիվանդությունը չի ազդում կյանքի տևողության վրա, չի առաջացնում հաշմանդամություն, մահացու բարդություններ, ուրեմն այն վտանգավոր չէ բժշկի տեսակետից։ Եվ գրգռված աղիքի համախտանիշը հենց այդպիսին է։ Այս հիվանդությունը չի բերում հաշմանդամության, չի կարճացնում կյանքը, սակայն ազդում է կյանքի որակի վրա։ Իսկ եկեք սրա վրա նայենք պացիենտի տեսանկյունից։ Պատկերացրեք մարդու, որը մշտական ունենում է ցավեր որովայնում, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, եւ աղիքի աշխատանքի խանգարում, այսինքն դա կարող է լինել ինչպես փորկապության ձևով, կամ փորկապության ձևով, կամ լուծի ձևով, կամ կան մարդիկ, որոնց մոտ երկուսն էլ մեկը մյուսին հերթագայում են, լուծը եւ փորկապությունը։ Ցավը կարող է լինել շատ ուժեղ։ Հիվանդները շատ տարբեր ձևով կարող են աննկարագրելի, թուլացնող, չոքացնող ցավ, բայց այդ ուժեղությունը չի արտացոլում մեր բժշկի տեսակետից իր վտանգավորությունը, բայց պացիենտի համար այդ ուժեղ ցավը, այն որ նա կարող է այդ օրը 20 անգամ գնալ զուգարան, ասենք, եւ լուծ ունենալ, եւ դա տառապանք է։ Այսինքն նա այդ օրը
եւ այդպիսի օրերը հաճախ են կրկնվում տարվա ընթացքում, զրկվում է իր նորմալ կյանքը վարելու հնարավորությունից, այսինքն նա կարող է գործից այդ պատճառով բացակայել կամ շատ իջնի նրա արդյունավետությունը աշխատանքային, ինչպես նաև պատկերացրեք, որ կյանքի բոլոր ասպեկտների վրա դա ազդում է եւ անձնական կյանքի եւ այլն։ Տիկին Գեմելյան, իսկ ածանցվող հիվանդություններ կարող են լինել գրգռված աղու համախտանիշից։ Տեսեք, Ածանցելու դեպքում ոչ, նա չի առաջացնում կայուն ինչ-որ բարդություն, այսինքն աղիքի կառուցվածքում փոփոխություններ չկան։ Ուռուցք չի առաջանում այս խանգարումից, խոցեր չկան աղիքում, բորբոքում չկա, մեզ հայտնի հետազոտման մեթոդներով մենք ոչ մի խանգարում չենք գտնում։ Եվ դրա համար այստեղ առաջանում է ամենակարևոր հակասությունը։ Բժիշկը պացիենտին հետազոտում է եւ ասում է. «Քեզ մոտ ոչինչ չկա»։ Դա բժիշկի լեզվով նշանակում է ես հետազոտեցի եւ իմ կարծիքով վտանգավոր հիվանդություն ձեզ մոտ չգտա, առուծք չունեք, աղիքի բորբոքային հիվանդություն չունեք, ինչ որ հորմոնալ խանգարումներ չունեք եւ այլն։ Բայց պացիենտը, որը ես նկարագրեցի նա ինչպիսի ապրումներով է անցնում շատ հաճախ տարիներով, նա պատկերացնում եք, նրան ասում են դու քեզ մոտ ոչինչ չկա, ինչպես թե չկա։ Ես ունեմ ուժեղ ցավեր, ես երբեմն զուգարանից դուրս չեմ գալիս այդ օրը, ես շատ տուժում է իմ ամեն ինչը, այսինքն իմ մոտ ոչինչ չկա, այսինքն ես սուտ եմ ասում, եւ այս հակասությունը շատ հաճախ է լինում, ու կարեւոր է մեզ համար որպես բժիշկների հասկանալ, իհարկե պացիենտը պարտավոր չի բժիշկի լեզուն հասկանալ, բժիշկն է պարտավոր այնպես բացատրել, որ պացիենտը հասկանա, որ ոչ թե ձեզ մոտ ոչինչ չկա, այլ այսպես, ինչպես ասացի, կյանքը կարճացնող, ձեզ պոտենցիալ հաշմանդամ դարձնող դուք վիճակ չունեք, բայց դուք ունեք մի վիճակ, որը շատ տարածված է աշխարհում, շատ տարածված է, շատ մարդկանց մոտ է հանդիպում, եւ այն կոչվում է այսպիսի հիվանդություն, գրգռված աղիքի հիվանդություն։ Պետք է իմանանք, որ այս վիճակը շատ հաճախ զուգակցվում է տարբեր էմոցիոնալ խանգարումների հետ։ Դա կարող է լինել, ուզում էի հարցնել, եկեք ասենք առաջացման պատճառները, որոնք են գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառները։ Դրանք հայտնի չեն, բայց ինչ որ գործոններ կան, որոնք նպաստում են։ Մի բանը, որը պես լավ նկարագրված է, շատ հաճախ այս վիճակը առաջանում է սուր աղիքային ինֆեկցիայից վարակից հետո։ Այսինքն այդ սուր վարակի ժամանակ ցավ, լուծ, ջերմության բարձրացում, հետո ինչ որ մի մնացորդային բան գուցե մնում է աղիքում կամ այդ արդեն փոխվում է աշխատանքը եւ սկսում է այդ դրվագները սկսում են կրկնվել արդեն առանց վարակի։ Սթրեսից չի կարող առաջանալ։ Այստեղ կարևոր է, որ ոչ թե գրգռված աղիքի համախտանիշն է առաջանում ստրեսից, այլ որ հաճախ նույն մարդու մոտ կան գործոններ, որոնք բերում են եւ էմոցիոնալ խանգարումներ, եւ աղիքի կսկողականության խանգարումներ։ Այսինքն ինչ որ մի հողի վրա աճում են եւ ասենք էմոցիոնալ խանգարումները եւ աղիքի կսկողականության խանգարումը եւ մեկը մյուսին ուժեղացնելով եւ նպաստելով պիսի արատավոր շրջան է ստեղծվում։ Եվ ամենահաճախը այդ նույն պացիենտը, որը ունի գրգռված աղիքի համախտանիշ, նրա մոտ կարող է լինել դեպրեսիա, տագնապային խանգարում կամ այսպես կոչված սոմատիզացիա, որը նույնպես այն է, երբ հոգեկան ինչ որ էմոցիոնալ ապրումները, քիչ կոպիտ եմ բացատրում, արտահայտվում են մարմնական ինչ որ գանգատներով եւ երբ որ մարմնական գանգատների վրա շատ ուժեղ ֆիքսացիա է առաջանում, այսինքն մարդը շատ է սկսում ուշադիր լինել իր ցանկացած ինչ որ մարմնի փոփոխությունների հանդեպ։ Ավելի պարզ ասած, եթե ինչ որ մեկի մոտ երբեմն լինում է, ասենք, մի քիչ փքվածություն, մի քիչ աղիքային ձայներ են գալիս, կարող է մեկ ասել, հա, դե այսօր մի քիչ խաղողը շատ կերաօրինակ, այդպես եղավ։ Բայց մյուսը կարող է ասել, սա շատ անհանգստացնող է։ Ես զգում եմ, որ իմ աղիքը նորմալ չի։ Գուցե ես ինչ որ լուրջ հիվանդություն ունեմ, գուցե ես ուռուցք ունեմ, եւ արդեն այդ մտածմունքը ավելի է պոտենցում այդ աղիքի ոչ նորմալ աշխատանքը եւ արդեն առաջանում է քրոնիկ վիճակ։ Այսինքն ինչպես նշեցիք, նյարդային վիճակը կարող է հանգեցնել գրգռված աղու համախտանիշի եւ հակառակը աղիների կծկանքները բերեն նյարդային հոգեհուզական տագնապային անորոշության, միանգամայն։ Եվ երբ հիվանդը պացիենտը դիմում է բժիշկի, նա առաջին հերթին ակնկալում է, որ բժիշկը պետք է հասկանա իր ապրումները եւ չզրոյացնի դրանք, չարժե զրկի, չասի այդ ոչ մի բան է, դու ոչ մի բան չունես, որովհետեւ իսկապես դա գուցե ինչ որտեղ այդքան էլ
ինչու՞ չէ նաև վիրավորական է։ Տիկին Գեմիլե, որովհետև մարդիկ ունեն խնդիր, այո, դա ազդում է կյանքի որակի վրա եւ ուզում են լուծում գտնել։ Բժշկին դիմում են դարմանի համար, որպեսզի իրենց խնդրին, հա, առողջական դարման գտնեն։ Այս դեպքում մենք մի փոքր ավելացնենք նաև ախտանշանները, որ ճանաչելի դառնա մարդկանց համար, եթե ունեն գրգռված աղու համախտանիշ, նշեցինք տագնապային զգացողությունը, ուժեղ ցավը, աղիքի կծկանքները, հաճախամիզությունը, գիշերային նույնպես կարող է լինել դրա պատճառ։ Դա այդքան էլ բնորոշ չէ, բայց հիմնականում գրգռված աղիքի համախտանիշի համար երկու ախտանիշ է, որ բնորոշ։ Դա որովայնի ցավն է, որի հետ միասին հիվանդ ունի կամ լուծ կամ հորկապություն, այսինքն աղիքի աշխատանքի խանգարում կամ երկուսն է միասին։ Եվ հոգեհուզական տագնապային ապրումները։ Դրան գումարած կարող է լինել վքնածություն, կարող է լինել կանանց մոտ, կարող է լինել այդ ցավոտությունը խանգարել նույնիսկ նրանց սեռական կյանքին, այսինքն սեռական հարաբերության ժամանակ ցավ է ունենում եւ դա պատկերացեք որ կապված է գրգռված աղիքի համախտանիշի հետ։ Այսինքն ասել է, որ բոլոր կյանքի ասպեկտները իրոք խանգարվում են։ Եվ այնքան էլի եմ ասում, մեր տեսակետից դա վտանգավոր չէ, բայց պացիենտի տեսակետից դա այնքան է իրեն խանգարում, որ մի հետազոտություն ցույց էր տվել, որ հիվանդների 15%-ը ասում էր, որ եթե ես իմ կյանքից 15 տարի պատրաստ եմ տամ, բայց միայն թե ստանամ բուժում, որը վերջնականապես իմ այս տառապանքը դադարեցնում է։ Որն է այդ բուժումը։ Սա ամերիկյան հետազոտությունն է։ Նման բուժում չկա, հենց դա է, որ ամբողջ աշխարհում սա հայտնի է որպես հիվանդություն, որը հակված է, ուրեմն այս ախտանիշները հակված են կրկնվելուն, չնայած մենք ինչ որ դեղերով փորձում ենք մեղմել այս գանգատները, ցավը պակասեցնել, շտկել լուծը կամ փորկապությունը, բայց շատ հաճախ այդ գանգատները հնարավոր չէ վերջնականապես վերացնել եւ նրանք կրկնվում են կյանքի ընթացքում ամեն անգամ բերելով նորից նույն տագնապի, նույն վախերի, լուրջ հիվանդության եւ այդ պացիենտը նորից է գալիս, նորից է ուզում հետազոտվել, բայց արդեն կարող է նա մի քանի անգամ արած լինի նույն հետազոտությունները եւ արդեն մենք իմանանք որ չկա ինչ որ լուրջ հիվանդություն, բայց նա նորից ու նորից վերադառնում է, որովհետեւ վախենում է, որ կարող է այս անգամ իր մոտ ավելի լուրջ խնդիր է։ Եվ դա ամբողջ աշխարհում ճանաչված խնդիր է։ Այդ պատճառով մարմնական բժիշկը, այսինքն գաստրոենտրոլոգը, պետք է սերտ համագործակցի հոգեթերապևտի հետ եւ նման պացիենտի խնդիրը հաճախ լուծվում է այդ թիմային աշխատանքով։ Միայն մենք գանգատին մեր դեղորայքը նշանակելով կարող ենք չունենալ մեր ցանկացած էֆեկտը։ Պետք է իմանալ, որ քանի որ այս խանգարումը այդպես է կոչվում է ուղեղի եւ աղիքի փոխհամագործակցության խանգարում, հետեւաբար ուղեղը, այսինքն հոգեկան ոլորտը պետք է անպայման հետազոտվի եւ անհրաժեշտության դեպքում շտկվի համապատասխան մասնագետի կողմից։ Այսինքն նաև պետք է հոգեբանի, նյարդաբանի միջամտությունը, օգնությունը, առաջին հերթին հոգեթերապևտի։ Սա շատ կարեւոր է։ Արդյոք սննդից կարող է գրգռված աղու համախտանիշ առաջանալ։ Սնունդը, անառողջ սնունդը, տրանսճարպերը, քաղցրը, ալկոհոլը կարող են նպաստել, ծխախոտը։ Սնունդը կարող է նպաստել գանգատների առաջացմանը, բայց սնունդը չի առաջացնում այս հիվանդությունը։ Եվ սկզբնաղբյուր չի կարող հանդիսանալ։ Այո, սկզբնապատճառ չէ, ճիշտ է, բայց եւ շատ հատկանշական է, որ այս պացիենտներն ասում են նույն սնունդը, օրինակ խոզի միսը, ես մի օր կարող է ուտեմ եւ շատ լավ ինձ գամ, բայց մի այլ օր ես կարող եմ նույն սնունդը օգտագործեմ եւ շատ վատ, ուրեմն վատանամ։ Հետևաբար սնունդը այդքան ուղիղ կապ չունի, բայց իհարկե որոշակի սննդային խորհուրդներ տրվում է առաջի հերթին, եթե հիմնականում լուծը եւ վքնածությունն է, գանգատները մենք խորհուրդ ենք տալիս սահմանափակել այնպիսի մթերքը, որում կան որոշակի ածխաջրի տեսակներ, կոչվում է FODMAP, ցածր FODMAP-ով սննդակարգ, դա ֆերմենտացվող օլիգո մոնոսախարիդներ եւ պոլիոլներ, եթե մասնագիտական ասենք, ինչու կան շատ FODMAP-ներ, դա մեկ կորիզով մրգերում են, այսինքն սալոր, դեղց, ծիրան, այսինքն դրանք են սահմանափակում, այո, սող, սխտոր, որոշ բանջարեղենների մրգերի մեջ են դրանք։ Այսինքն մոտեցումը այնպեսին է, որ որոշ ժամանակ ընդհանրապես չի օգտագործվում այդ սնունդը, հետո քիչ-քիչ սկսում են մեկ առ մեկ ավելացնել այդ սննդի օգտագործումը, որովհետև ամբողջ կյանքում դրանք չուտելը, նման մրգեր եւ բանջարեղենը, նաեւ բերում է նրան, որ դրանց մեջ կարեւոր նաեւ վիտամիններ կան, որը այո, պետք է լրիվ բացառել։
Սա էլի ժամանակավոր ազդեցություն ունեցող սննդակարգ է եւ առ այսօր մենք չունենք մի հստակ ինչ որ ունիվերսալ խորհուրդ, որը տալիս ենք բոլոր հիվանդներին, թե ինչը ուտել, իսկ ինչը չուտել։ Շատ տարբեր անհատական ազդեցություն կարող է ունենալ տարբեր սնունդը։ Ալկոհոլի ծխախոտի մասին ինչպես են անդրադառնում աղիների վրա։ Ոչ ոք չպետք է ծխի, որովհետեւ ծխախոտը առաջացնում է թոքի քաղցկեղ, ծխախոտը առաջացնում է միզապարկի քաղցկեղ, ինֆարկտ, ինսուլտ եւ այլն։ Դա եկեք չքննարկենք։ Բայց կոնկրետ գրգռված աղիքի համախտանիշի վրա ծխելը որոշակի ինչ որ գանգատները փոխելու հատկություն այդպես հստակ չէ այդ կապը։ Ալկոհոլի օգտագործումը նույնպես շատ անհատական կարող է շատ սրացնել գանգատները որոշ հիվանդների մոտ։ Ինչ վերաբերում է գազավորված ըմպելիքներին, հանքային նույնիսկ որոշ մարդիկ ասում են հանքային ջուրը կօգնի օգտագործեմ, ճիշտ է։ Սա թերևս մի բանն է, որը էլի կարող ենք համաձայնել, որ գազավորված խմիչքները խորհուրդ չենք տալիս, հատկապես քաղցրները, բայց ժամանակավոր, այո, գազավորված ըմպելիքը մի փոքր ստամոքսի պարունակությունը հետ է մղվում դեպի կերակրափոխ եւ դրանով ինչ որ արհեստական գխտուցներ է առաջացնում, որից հիվանդը, եթե ստամոքսում, ասենք, փքվածություն է, կարող է ժամանակավորապես հանգստանալ։ Այդ կարծիքը այդտեղից է գալիս, բայց հերակա, ասենք, առումով երկարաժամկետ դրանք այդ գազի պղպջակները ավելի են շատացնում ստամոքսի եւ աղիքների փքվածությունը եւ խորհուրդ չեն տրվում։ Շատ տարբեր մեթոդներ են առաջարկում աղիները մաքրելու համար, իսկ նրանք ովքեր միգուցե ունեն գրգռված աղու համախտանիշ, նրանց կարող է վնասել, օրինակ նեխուր, լիմոնաջուր, իմպիր, այսպիսի բաները, հա, սուր, կարող են ավելի հակառակ ռեակցիան առաջացնել։ Աղիքները մաքրում են երկու դեպքում, եթե մարդը պատրաստվում է կոլոնոսկոպիայի կամ եթե մարդը պատրաստվում է ինչ-որ վիրահատության աղիքների կամ որովայնի վրա։ Այս երկու դեպքում է անհրաժեշտ աղիքները մաքրել։ Մնացած բոլոր դեպքերում աղիքներ մաքրել հասկացողությունը դա մեծագույն միֆ է։ Բժշկության մեջ, այո, չսատարվող հասկացողություն չունեցող հասկացողություն է եւ կարևորը ապահովել անհրաժեշտ սննդանյութերը, խմել բավարար քանակով հեղուկներ, օգտագործել էլի կախված, եթե ավելի շատ փորկապություն է, ավելի շատ բանջարեղեն, եթե լուծե ավելի քիչ այդպես իմ նշված նյութերը եւ նաեւ կապնեղենը պակասեցնել, եթե օրինակ լուծով է ավելի շատ ընթանում։ Աղիքներ մաքրելը դա բուժական մեթոդ չէ եւ որևիցե դրա համար ինչ որ խորհուրդ տրվող եղանակ չկա, բացառությամբ իմ նշված երկու դեպքերի։ Շատ լավ, հարցում եմ սննդային անտանելությունը կարող է պատճառ դառնալ գրգռված աղու համախտանիշի, ասենք մարդը ունենա լակտոզայի կամ գլյուտենի նկատմամբ անտանելություն։ Հաճախ զուգակցվում են երկուսը նույն մարդու մոտ, բայց սրանք տարբեր իրավիճակներ են։ Լակտոզայի անտանելությունը առանձին վիճակ է եւ կարող է լինել առանց գրգռված աղիքի, գլյուտենը առանձին է, երբեմն կարող է նույն մարդու մոտ զուգակցվել, բայց անմիջական պատճառական կապ մեկը մյուսի միջև չունեն։ Բայց կարող է մարդ չիմանալ, որ ինքը օրինակ ունի գլյուտենի նկատմամբ անտանելություն, բայց հենց այդ գրգռված աղու համախտանիշով դրսևորվի այդ անտանելությունը։ Ավելի ճիշտ ախտանիշները նման են գրգռված, այսինքն, եթե մարդու մոտ կա փքվածություն, որովայնի եւ լուծ եւ որովայնի ցավեր, դա կարող է լինել կամ գլյուտենի անտանելիության պատճառով կամ գրգռված աղիքի համախտանիշի։ Այդ պատճառով դա բժիշկի արդեն դերն է այստեղ, որ նախ ճիշտ ախտորոշել։ Այսինքն այդ գանգատների ժամանակ մենք պետք է ստուգենք այո եւ գլյուտենի անտանելիության արկածությունը եւ լակտոզայի եւ եթե ամենը բացառվում է, այդ դեպքում նոր ասենք, որ միայն այստեղ գործ ունեն գրգռված աղիքի համախտանիշի հետ։ Շատ լավ։ Հիվանդությունը բուժում է պահանջում բժշկուի, ինչ կլինի, եթե չբուժեն։ Չբուժելու, չանդրադառնալու դեպքում տուժում է մեծապես կյանքի որակը։ Այլ ոչինչ չի կարող լինել։ Մենք նշեցինք, որ ցանցվող հիվանդություններ սրանից չի առաջանում, մահացության բերող վիճակներ համարվում է, որ չեն առաջանում այս վիճակից։ Շատ լավ, որպես ամփոփում բժշկուհի, ասենք, ինչպես հոգ տանել աղիների առողջության մասին, առողջ միկրոֆլորայի եւ ինչպես կանխարգելել, հնարավոր է արդյոք կանխարգելել գրգռված աղու համախտանիշը։ Այո, միկրոֆլորան մեծապես ազդում է աղիքների աշխատանքի վրա եւ առողջ միկրոֆլորա ունենալու համար կարեւոր է առողջ սնունդը,
նորից շատ բանջարեղեն եւ քիչ ուլտրա մշակված սնունդ, այսինքն այսպես կոչված fast food կամ ասենք երշիկ կեղեն, այն ինչը որ մեծ մշակում է անցել, այո, գործան, դրանք պակասեցնել եւ խուսափել անհարկի անտիբիոտիկների կիրառումից, որոնք նույնպես շատ են անդրադառնում միկրոֆլորայի վրա, սրանք կարեւոր են։ Խմել բավարար քանակով հեղուկներ, իդեալական դեպքում ջուր, եւ կարեւոր է ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը, որը նույնպես անմիջական կապ ունի աղիքների աշխատանքի հետ։ Շնորհակալություն շատ կարևոր ինֆորմացիայի համար, եւս մեկ անգամ գրգռված աղու համախտանիշը մեծ տարածվածություն ունի, այն ճանաչում ենք որովայնի շրջանում սուր ցավերով, ուղեկցվում է փորկապությամբ կամ փորլուծությամբ եւ տագնապի զգացողություն են ունենում մարդիկ, դիմեք բժշկի հարգելիներս, իսկ կանխարգելել հնարավոր է, այո, որովհետեւ ամեն ինչի սկզբնաղբյուրը սթրեսն է, ապրումները, որոնք կարող են առաջացնել ուղեղի եւ աղիքի կապում խանգարումներ, հետեւաբար նաեւ գրգռված աղու համախտանիշ հաճախ հանդիպեք, շփվեք ձեր հարազատների հետ, եղեք ֆիզիկապես ակտիվ, բարեկարգ առողջ ապրելակերպ, հետևեք սննդակարգին։ Հետևեք նաև մեր հաղորդումներին, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, եղեք առողջ։ Մենք զրուցում էինք լյարդաբան գաստրոենտերոլոգ Մանիկ Գեմիլյանի հետ, շնորհակալ եմ բժշկուհի։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։